Ողջույն, արի միասին պատրաստենք շատ համեղ հայկական ավանդական մածունով գաթա, պատրաստենք և ձմռան այս ցուրտ օրերին վայելենք 1 գավաթ իմբիրի թեյով։ Իսկ դու պահպանիր տեսանյութը, քանի որ այն քեզ շուտով պետք կգա։ Հավանելու դեպքում չմոռանաս լայքել և մեկնաբանել, քանի որ քո մեկնաբանությունը շատ կարևոր է ինձ համար։ Այս գաթայից ոչ ոք չի հրաժարվի, պատրաստեք և վայելեք։ Առաջին հերթին թասի մեջ լցնում ենք 160 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ վանիլային շաքար, 2 ձու, 250 գրամ փափկեցրած կարագ, կամ կարող եք վերցնել նաև յուղ, տարբերություն չկա։ Վերցնում ենք 400 գրամ մածուն, վրան ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա կամ 2 թեյի գթալ փխրեցուցիչ և 1 թեյի գթալ գինու քացախ։ Այս ամենը մի լավ խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Բոլոր բաղադրիչները լցնելուց հետո այս ամենը ձեռքով մի լավ խառնում ենք և ավելացնելու ենք ալյուրը, ստանալու ենք ձեռքերին չկպնող փափուկ խմոր։ Երբ խմորը մի փոքր պնդանում է, սեղանի վրա ալյուր ենք շաղ տալիս և խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Ահա թանկագիններս, խմորը արդեն պատրաստ է, ձեռքերը մաքուր դուրս է գալիս խմորի միջից։ Մի փոքր ալյուր շաղ կտանք, գունդը կդնենք վրան։ Մի փոքր կպչուն է, բայց թող փափուկ լինի, ինչքան փափուկ լինի, այնքան ձեզ մոտ գաթաները լավ կստացվեն։ Թասը շրջում ենք խմորի վրա և թողնում ենք 10-ից 15 րոպե, որպեսզի խմորը լավ հանգստանա։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որ տաքանա։ Արդեն անցավ 10 րոպե։ Մի փոքր ալյուր ենք շաղ տալիս և խմորը բաժանում ենք 2 հավասար մասի։ Վրա ենք բերում, գնդում ենք և արդեն սկսում ենք պատրաստել գաթան։ Կարող եք պատրաստել կլոր գաթա, կարող եք պատրաստել հատով գաթա թանկագիններս, քանի որ շուտով տյառն ընդառաջի տոներն է, այս խմորից յուրահատուկ կլոր գաթաներ են ստացվում, պահպանեք բաղադրատոմսը, քանի որ այն ձեզ շուտով պետք կգա։
Գնդի մեկը մի կողմ ենք դնում և սկսում ենք բացել առաջին գունդը։ Ինձ մոտ խորիզը արդեն պատրաստ է թանկագիններս, բայց խորիզի չափաբաժինը կգրեմ տեսանյութի ներքևում։ Խորիզը լցնելուց հետո սկսում ենք ծալել։ Կրկնակով մի փոքր վրայով գնում ենք։ Ինչպես ցանկանում եք, կարող եք կտրել, կարող եք այսպես կտրել, կարող եք եռանկյուն կտրել թանկագիններս, ինչպես որ նախընտրում եք։ Կտրելուց հետո շարում ենք սինու մեջ և վրան քսում ենք ձու։ Մեկ ձուն լավ հարում ենք և քսում ենք գաթաների վրա։ Ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ, մինչև պատրաստ լինելը։ Ահա թանկագիններս մեր համեղիկների շքեղ տեսքը հոյակապ է ստացվել, խոսքերն ավելորդ են։ Հուսով եմ ձեզ էլ դուր եկավ բաղադրատոմսը, դուք էլ պատրաստեք և վայելեք, մեկը մեկից շքեղ, մեկը մեկից համեղ։